Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest Online դպրոցից։ Այսօրվա մեր թեման լինելու է ինչպես տեղադրել մեկ գործարքում երկու եւ ավել take profit-ներ։ Հիմա եկեք անցնենք գրաֆիկին եւ հասկանանք ինչպես է դա տեղի ունենալու։ Նախ եւ առաջ մեզ պետք է մուտք գործել բիրժա եւ այս ամեն ինչը ցույց եմ տալու ինչպես կարելի է անել հենց Bybit բիրժայում։ Մուտք են գործում բիրժա եւ ընկերներ, նախ եւ առաջ երկու take profit տեղադրելու համար մեզ պետք է որպեսզի բացենք որևէ գործարք։ Գործարքը հիմա կբացենք, օրինակ long-ի վրա եւ այդտեղ դիտարկումները կանենք։ Սեղմում ենք upgrade long եւ բացում ենք մեր գործարք։ Հիմա մեր գործարքը բացված է արդեն։ Ինչ ենք անում։ Իջնում ենք ներքև եւ այստեղ պոզիցիա բաժնում ընկերներ ներքևի հատվածում կա take profit եւ stop loss բաժինը։ Ստեղմում ենք добавить։ Եվ այստեղ վся պոզիցիա բաժնում ընկերներ կարող ենք stop loss-ը տեղադրել։ Stop loss-ը երբ տեղադրում ենք, այստեղ եկեք տեղադրենք օրինակ 2%-ի վրա։ Հիմա մեզ պետք է տեղադրել 2 հատ take profit։ Ինչ ենք անում։ Մենք սեղմում ենք այստեղ ներքևում մատիտի վրա։ Սեղմեցինք մատիտի վրա եւ 2 take profit տեղադրելու համար մեզ պետք է ոչ թե վся պոզիցիա բաժինը այլ պետք է մտնել արդեն часть պոզիցիա բաժին։ Այստեղ տեսնում եք часть պոզիցիա կա։ Սեղմում եմ այստեղ եւ 2 take profit-ի համար մեզ պետք է մեր take profit-ները բաժանել երկու մասի։ Հիմա ինձ մոտ ընկերներ դա կարող եմ անել կամ այս շկալան ձգելով ըստ տոկոսների, կամ ըստ քանակի, количествон տեսնում եմ ինչքան է իմ բացված գործարքում արկա այս կրիպտոարժույթից, այստեղ դա երևալու է количество բաժնում։ Կոնկրետ այս կրիպտոարժույթում ինձ մոտ հիմա 5.3 է եւ այն բաժանելու եմ երկու մասի եւ մենք ենք որոշում որ take profit-ում ինչքան մաս դնել։ Առաջին take profit-ում հիմնականում կարելի է դնել ավելի շատ մաս, այսինքն ոչ թե 50-50-ի բաժանել, այլ օրինակ 60-ը 40-ի բաժանել։ Եվ այստեղ ընկերներ եկեք առաջին take profit-ի համար количеством գրենք 5.3-ից 3.3-ը տոկոսով ստացվելու է 62.26%։ Եվ որոշում ենք որտեղ պետք է լինի մեր take profit-ը, կամ ըստ մակարդակների ենք դնում, կամ տոկոսով ենք դնում։ Այստեղ առաջին take profit-ը կդնեմ 2%-ի վրա եւ սեղմում եմ OK։ Հիմա ավելացվեց իմ առաջին take profit-ը, բայց իմ բացված գործարքում դեռ որոշակի քանակ կա, որը որ take profit-ով չի դրվել։ Երկրորդ take profit-ի համար ինչ պետք է անել։ Նորից մտնում եմ եւ այստեղ սեղմում եմ մատիտի վրա։ Սեղմեցի մատիտի վրա ընկերներ եւ այստեղ նորից մտնում եմ часть позиции բաժինը եւ ուղակի սեղմում եմ добавить։ Սեղմում եմ добавить եւ количество բաժնում գրում եմ այն քանակը, որը որ մնացել է։ Իմ դեպքում մնացել է 2 հատ տվյալ կրիպտոարժույթից կամ ըստ տոկոսի 62.ը մնացել էր 37.73%-ն էլ դնելու եմ այս իմ արդեն երկրորդ գործարքում։ Եվ նորից որոշում եմ իմ երկրորդ take profit-ը որտեղ պետք է դնել։ Կամ նորից ըստ մակարդակների, այստեղ գրելու եմ ուղղակի մակարդակների թիվը, կամ դնելու եմ ըստ տոկոսի։ Եվ այստեղ եկեք գրենք արդեն 4%։ Նորից սեղմում եմ OK եւ վերջ ընկերներ։ Հիմա ինձ մոտ ակտիվացվեց 2 take profit-ը, որտեղ է դա երևալու հենց բացված գործարքում է միանգամից երևում։ Այստեղ իմ stop loss-ն է, այստեղ take profit-ները։ Առաջին take profit-ում իմ ամբողջ կրիպտոարժույթի քանակի 3.3-ն եմ դրել, 5.3 ունեի։ Երկրորդ take profit-ում մնացած երկուսն եմ դրել։ Ինչի համար է արվում take profit-ների տեղաբաշխումը եւ ինչու ենք օգտագործում երկու take profit ընդհանրապես։ Որովհետեւ ըստ դիտարկումների ընկերներ լինում է այնպես, որ մենք ցանկանում ենք մեր գործարքը ոչ թե ամբողջությամբ փակել, այլ մասնակի փակել։ Եվ որպեսզի ամեն անգամ այսպես չմտնենք եւ մենք որոշակի մասով չփակենք, տեղադրում ենք միանգամից երկու take profit։ Եվ երբ իմ գինը հասնի տվյալ take profit-ին, իմ գործարքի որոշակի մասը պլյուսով միանգամից փակվելու է։ Եվ դրանից հետո երբ հասնի նաեւ երկրորդ take profit-ին, գործարքի մնացած մասը նույնպես էլի պլյուսով փակվելու է։ Դրա համար է օգտագործվում երկու take profit-ը շուկայի անկախատեսելիությունից խուսափելու համար եւ այսպես բաց թողնված շանսը ճիշտ օգտագործելու համար, որովհետեւ եթե մենք միայն մեկ take profit դնենք օրինակ այս վերևի հատվածում, շատ հնարավոր է որ մեր կրիպտոարժույթը բարձրանար այս կետը եւ այստեղից նորից սկսեր նվազել։
եւ մենք ուղղակի մեր եկամուտը այդ ժամանակ չէինք ֆիքսի։ Իսկ այսպես կարելի է մեկ անգամ արդեն ֆիքսել առաջին take profit-ով եւ նաեւ ֆիքսել երկրորդ take profit-ով երկրորդ անգամ մեր եկամուտը։ Ահա թե ինչու է արվում երկու take profit-ով գործարքները։ Հուսով եմ ընկերներ, մեծ օգուտ տվեցի ձեզ, որպեսզի հասկանաք ինչպես է տեղադրվում երկու take profit-ը։ Ավելին իմանալու համար բաժանորդագրվեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին, հղումը ներքևում լինելու է։ Բացի դրանից ընկերներ, կոմենտներում, այս վիդեոյի կոմենտներում գրեք, ինչպիսի վիդեո կցանկանայիք, որ հաջորդը տեսնեիք, եւ իհարկե ես այդ վիդեոն նկարելու եմ եւ նորից եմ տեղադրվելու։ Չենք մոռանում նաեւ բաժանորդագրվելու մեր YouTube-յան ալիքին եւ իհարկե լայքերի մասին։ Ցանկանում եմ բոլորիդ հաջող եւ եկամտաբեր գործարքներ եւ ասում եմ առայժմ